տարբեր քաղաքական ուժերից հնչում են հայտարարություններ, որ Ռոբերտ Քոչարյանը չպետք է մասնակցեր ընտրություններին, օրինակ տեսեք երրորդ նախագահը տարբեր խոսակցություններ կան, որ չեն առաջադրվելու, հանրապետականը չի մասնակցելու ընտրություններին ու տարբեր քաղաքական ուժեր ասում են, որ խորհրդարանական ուժերի հետ չեն համագործակցելու թե հետագայում, թե ընտրություններից առաջ։ Ինչու է այս պատկերը ստացվել։ Բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր ինչ-որ պայմաններ են դնում, որ իրենք ավելի լավ լույսի ներքո լինեն, պետք է ասել, որ քաղաքականությունը այդպես ամբողջությամբ լցված ավտոբուս չէ, որտեղ որ դուք էլ երև հղիկին կամ ծեր չեք, որ երբ բարձրանում եք, ձեզ տեղ պիտի զիջեն, որ դուք նստեք։ Դա մի դաշտ է, որտեղ ամեն մեկը դրսևորվում է, ներկայացնում է իր ծրագիրը եւ ստանում է ժողովրդի աջակցությունը կամ չի ստանում։ Շատ լավ է, եթե դուք կարողանում եք այնպիսի ծրագիր իրականացնել, ի վերջո ցույց են տալիս բոլոր հարցումները, որ շուրջ 70%-ը մեր հանրության դժգոհություն ունի ներկայ իշխանությունից տարբեր պատճառներով եւ որևէ քաղաքական ընդդիմադիր ուժ չկա, որ այդ ամբողջ ծածկույթը կարողանում է ապահովել, այսինքն ունի 70% աջակցություն, այսինքն կա հսկայական դաշտ ու պարտադիր չէ թիրախավորել որևէ ընդդիմադիր ուժի լսարանը, որպեսզի ինչ որ բան ձեռք բերեք, կամ եթե ուզում եք թիրախավորեք, խնդիրը դա չէ, բայց պահանջել, որ այս մեկը չմասնակցի, բոլորը չմասնակցեն, ես առաջի տեղը կլինեմ, մեկ-մեկ եթե այսքան վատ իրավիճակում չլինենք, իրականում ծիծաղ է առաջացնում։ Ինչ վերաբերում է երկրորդ հանգամանքը, իսկ կարող է ամենախանգարողն է մեր մասնակցությունը, դրա համար ենք այսքան թիրախավորում, այդ թվում նաև իշխող ուժի։ Եթե մենք օգնում էինք իշխող ուժին, մենք ոչ այս տարիների ընթացքում հետապնդումներ կլինեին, ոնց է ասում, գանձերին ոչ ցենց կհետապնդեին, ոչ կբանտարկեին, ոչ ապօրինի քրեական գործերով կկաշկանդեին, ոչ էլ անդադ կթիրախավորեին։ Ուրեմն կա շատ պարզ իրողություն, առնվազն այս պահին հարցումները ցույց են տալիս, որ որևէ ընդդիմադիր ուժ չկա, որ միայնակ կարողանում է իրավիճակը փոխել։ Ամեն մեկը ունի աջակցության ինչ որ շրջանակ։ Այդ աջակցության շրջանակը պետք է փորձել հնարավորինս ընդլայնել։ Մենք չենք կարծում, որ դա, օրինակ մենք երբեք որևէ ուժի չենք ասա, թող չմասնակցի, որ մեր պոտենցիալը ավելի մեծ լինի։ Հակառակը հասկանում ենք, որ պետք են տարբեր ուժերի մասնակցություն, որ իրավիճակը կարողանանք հաղթահարել։ Եթե որևէ ուժ կարծում է, որ ինքը իրեն կարող են տալ ձայների մեծամասնությունը, շատ լավ է, թող աշխատի այդ ուղղությամբ եւ եթե քաղաքացիները տան այդ ուժին ձայների մեծամասնություն, որևէ համագործակցության կարիք չի լինի։ Եվ ավարտելով, ասենք որ հստակ լինի, այո, մենք հայտարարում ենք, որ եթե փոփոխությունը մեզնից կախված լինի, մենք չենք առաջնորդվելու, որ պարտադիր պիտի մեր պատկերացումներով լինի այդ փոփոխությունը։ Մենք նպաստելու ենք, մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ այդ փոփոխությունը լինի։ Եթե որևէ քաղաքական ուժ, որ փոփոխությունը իրենից է կախված լինելու, բայց ինքը չի պատրաստվում ինչ-ինչ մեկնաբանություններով ձայն տալ ուրիշ քաղաքական ուժին եւ իրենից կախված լինելու դեպքում այնպես անել, որ այդ փոփոխությունը չի լինի, ինքը պիտի պատասխան տա իմ առաջ չէ, ընդդիմության առաջ չէ, հանրության առաջ, եթե կարող է դա հանրությանը բացատրել, թող կարողանա բացատրել։ Ես չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժ, եթե իրենից է կախված փոփոխությունը դա չլինի, կկարողանա հանրությանը պատշաճ բացատրություն ներկայացնել։ Մեր համար հաղթանակ է լինելու, եթե մենք անգամ ավելի քիչ մանդատ ունենանք, անգամ հիմա խորհրդանում ունենք, բայց լինի իրավիճակի փոփոխություն եւ հաղթանակ չլինելու, եթե անգամ ավելի շատ մանդատ ունենանք, քան հիմա ունենք եւ չլինի փոփոխություն։ Մեր համար հաղթանակի պատկերացումը սա է, այսինքն հաղթանակը մեզ համար իրավիճակի փոփոխությունն է եւ մենք դրանով ենք շարժվում։ Մնացածը ով ինչպես շարժվում է եւ եթե մարդկանց համար սեփական ճաշակները, նախընտրությունները ավելի կարեւոր են, ելի եմ կրկնում, մեզ չի որ պիտի, այս իրար հետ չի որ պիտի վեճի բռնվենք։ Հանրությանը դա պետք է բացատրել։ Տեսեք, Տիկին Վարդանյան, ձեր ընդդիմախոսներն ասում են, որ 5 տարի, վերջին 5 տարում դուք անցել եք խորհրդարան, ոչ մի ձեր նախագիծ չեք կարողացել, անցկացնել, ոչ մի իշխանության նախագիծ չեք կարողացել կասեցնել։ Այդ դեպքում հաջորդ անգամ գաք ինչ եք անելու, նույն բանն է ստացվելու։ Էլի ծեծեք ուտելու, այդպես էլ ասում են, ծեծեք ուտելու իրար վրա շիշեք շպրտելու, հա։ Իսկ ինչ անենք, նստենք ստատուս գրենք, 5 տարի սպասեինք, Արցախի վրա հայաթափում էր, ոչ մի բան չանեինք։ Այսինքն, հա, հարվածներ ենք ստացել, հարվածներ ենք տվել, որտեղ պայքարի մեջ ենք եղել։ Ավելի ես պիտի երևի տենց ջղային դեմքով վարձնեմ, բա դուք ուր եք այդ ընթացքում, բա դուք ինչ եք անում։ Ասենք, շատ ծիծաղելի է, բայց ինչ եք անում, երբ որ այդ ամեն ինչը կատարվում էր։ Լավ ուրիշ չէր, որ փողոցային շարժում էինք անում, մեզնից կախված ամեն ինչը անում էինք։ Ավելի ճիշտ կլինի դուք պատասխանեք այդ ընթացքում։ Ես հարված ստանալուց չեմ նեղվում։ Եթե դու պայքարի մեջ ես, կարևորը այդ հարվածներից հետո կա վերականգնում ես, թե չէ։ Իսկ այդ քննադատությունը ինչ ես ունեցել, որևէ մեկը ինչ որ հարված ստացել է, հարված ասելը ուղիղ չէ, փոխաբերական իմաստով, թե նախ ընտրել է բանը, ձեռքերը ծալած նստել, մինչև լավ ժամանակներ կգան քաղաքական պատասխանատվություն ստանձնելու համար։ 5 տարվա մեր ամենամեծ խնդիրը եղել է, որ պատասխանատվություն ստանձնողները, պատասխանատվության պատրաստ ուժերը կամ անհատները ռադիկալ քիչ են եղել։
Եվ այսպեսի մտածողություն է եղել։ Երկրորդը մենք իշխանություն չենք բան արել, որ ես էլ պատասխանեմ հարցին, թե մի հատ իշխանության որ գանք ինչ կանենք։ Հա մենք եղել ենք ընդդիմություն, ձայները բավարար չեն եղել փոփոխության եւ հաշվի առնելով դա մենք որդեգրել ենք մարտավարությունը, որ հանրային այս հանրությանը եւ նախագծեր ներկայացնելով եւ աշխատանքներ իրականացնելով եւ ամբիոնից ելույթ ունենալով եւ փողոցային շարժում անելով ներկայացնենք իրականությունը այնքան դա անենք, մինչեւ իրավիճակ փոխենք։ Այո, 25 նախագիծ ենք ներկայացնել, թոշակ բարձրացնելու, բազմազավակ ընտանիքներին աջակցելու, տարբեր Արցախի մասին, ոչ ոքը չի ընդունվել, բայց դա իմ խնդիրն է, թե իշխանության։ Այսինքն մենք ժողովրդին ասել ենք, որ Ժողովուրդ ջան, տեսեք, որ մենք իշխանության լինենք, ձեր թոշակները կբարձրացնենք, ինդեքսավորենք, որ գնաճին համապատասխան բարձրանա, օրենքով դա կամրագրենք։ Բյուջեով ցույց ենք տվել, որտեղից դա կարող ենք արել։ Իշխանությունը ասել է, չեմ անելու։ Հիմա դա իմ համար է խնդիր, թե հակառակը։ Մեր ՍԴ դիմումի հետևանքով շնորհիվ չեղարկվել է դիմակների համար տուգանքը։ Հիմա դա գործ է, թե գործ չէ։ Այն կլինի պայմանագիր, կլինի զորքերի ետքաշման հրաման, կլինի որ Երևանի չափ տարածք օկուպացված է, դա կառավարության այդ հարց ու պատասխանների արդյունքում են քաղաքացիները իմացել։ Հիմա կարելի է գալ այնից, որ հա անդիմությունը լծակներ չունի։ Այո, այդպիսի իրավիճակում ենք, որ սահմանադրական մեծամասնություն են խորհրդանում ենք, ինչ անենք, ինչ անենք նկատի ունեմ։ Եվ կամ պիտի հրաժարվես պայքարից գնաս քեզ համար ապահով տեղ, մենք այդ ճանապարհը չենք ընտրել։ Այո, 5 տարվա ընթացքում մաշվել ենք նաև այդ հարվածներից, բայց փոխել ենք, նպաստել ենք իրավիճակի փոփոխությանը։ Ու մենք այդպես ենք պատկերացնում։ Մենք չենք պատկերացնում նեղանալ սեփական ժողովրդից, ձեռքներս ծալած նստել ու հետևել։ Ես օրինակ չեմ պատկերացնում ոնց պիտի, եթե պայքարի մեջ չլինեինք այս 5 տարվա ընթացքում։ Օրինակ ոնց պիտի այս իրադարձություններին հետևեինք։ Այսինքն ոնց կարելի էր այդպես անել։ Դրա համար Այն դեպքերը, որ դուք մատնաշրջիկ խոսում են, այս իշխանության սանձարձակության մասին։ Բայց եթե որոշները խուսափել են այդ բախումից ու կարծում են, որ եթե իրենք լինեին, այդպես չի լինելու, շատ խոր հիասթափություն է սպասվում իրենց։ Եթե մտնել եք քաղաքականության մեջ, անգամ եթե հաղթանակ տանեք, իմացեք, որ այդ մարդկանց հետ եք նստելու նույն տեղը եւ իրականությանը նայեք ու ինչքան շուտ հարաբերվեք, այնքան լավ կլինի ձեզ համար։ Այո, սա մեր երազանքների իրականությունը չի, բայց դա է կա մի քաղաքական ուժ, որ ունի հիմա խորհրդանում մեծամասնություն։ Մենք ինքներդ որոշեք, մենք ստերիլ ենք մնում, թե թեկուզ կեղտոտվելով, բայց անում ենք անհրաժեշտ գործը։ Մենք ընտրել ենք երկրորդ տարբերակ ու դրա համար ամաչելու, հայաց կախելու խնդիր չունենք։ Ավելի կարծում եմ այդ խնդրի պիտի ունենան մարդիկ, ովքեր չեն կարող ասեն ուր են եղել այս ընթացքում։ Եվ ասում եմ ոնց ենք պատկերացնում, չէ, մենք պատկերացնում ենք, որ կլինի փոփոխություն եւ ուղիղ ասում ենք, որ մեր ուժերը դրա համար բավական չի։ Մենք ի տարբերություն մյուսների ուղիղ ասում ենք դրա մասին։ Բավարար չէր նաեւ 21-ին։ Հիմա էլ բավարար չի, կարող ենք դա անել միայն մի քանի ընդդիմադիր ուժերով, ովքեր հաղթարեն անցողիկ շեմը։ Եթե կա ուժ, որ այլ պատկերացում ունի, կարծում եմ իր ուժերը միայնակ բավարարեն, շատ լավ, քաղաքացիները իրան պիտի այդքան աջակցություն տան։ Մենք ասում ենք, որ առնվազն այս պահին մեկինը բավարար չի, դրա համար պետք է կենտրոնանալ իրավիճակը փոխելու համար ըստ ժողովրդի տված քվեի եւ աջակցության հասկանալ ինչ կարող ենք անել, ինչպես կարող ենք իրավիճակը փոխել։ Եթե որևէ ուրիշ ուժ կա ավելի լավ պատկերացում ունի, ժողովուրդը պիտի ներկայացնի աջակցություն ստանա դրա համար։ Տեսեք, թե իշխանությունը, թե ընդդիմության մի հատվածը ձեզ մեղադրում է նրանում, որ ասում եք գալու ենք միջև քոքը մաշեցնենք։ Հիմա օրինակ իշխանական կողմից ասում են միջև քոքը դուք եք մաշվել եւ չեք հաղթարելու նույնիսկ անցողիկ շեմը, ընդդիմությունն էլ ասում է չեք կատարել ձեր խոստումը։ Այս մեղադրանքներին ինչպես կարծաք եք։ Շատ հետաքրքիր է ինչպես իշխանության եւ ընդդիմության մի շրջանակ լրիվ բանն են ասում, դա ինքը իրենով շատ խոսուն է։ Այո, ամեն ինչ արել ենք, որպեսզի իրականությունը ցույց տանք մեր ժողովրդին։ Ամեն ինչ դրա համար արել ենք։ Ես ինձ ամեն միավոր ժամանակում, ամեն օր գրեթե այդ հարցն եմ տվել։ Արդյոք ես անում եմ իմ ուժերի մաքսիմումը։ Եվ այդ հարցի պատասխանը ինձ համար կարևոր որ ինձ բավարար լինի։ Ամեն դեպքում եղել է որ հնարավորինս քո ուժերի սահմաններում մոտ ես, այսինքն անում ես ինչ որ հնարավոր է։ Ու այդպես իմ գործընկերները։ Հիմա արդյոք մենք այդ ընթացքում մաշվել ենք, դա էլ ենք ուղիղ ասում, ինչ որ բան չի, այո, որտեղ հարվածներ ենք ստացել, մեր վրա ենք վերցրել այդ գլխավոր հարվածի ուղղությունը։ Մինչև հիմա արդյոք իմիջային կորուստ տեղ ունեցել ենք։ Այո, չենք բանանում, բայց հիմա եկել ենք հասել ենք այս հանգրվանին եւ մեր ժողովրդին ներկայացնում ենք որ ժողովուրդ ջան, այս 5 տարիների ընթացքում ձեր քվեն վերցրել ենք պայքարի մանդատի ենք վերածել, որտեղ փոփոխության համար բավարար չի եղել։ Տեսեք, սա ենք արել, սա ենք առաջարկել, սա ենք առաջարկում։
Այս մարդկանցով ենք առաջարկում եւ մենք խոսում ենք հանրության հետ։ Հիմա մյուս ուժերը մեզ ինչու են մեղադրում, մի քիչ բան է, էլի։ Եթե իրենք լավ ձևը գիտեն ավելի, ուղղակի թող ժողովրդի հետ խոսեն, ավելի շատ վստահություն ունենան եւ հավաքեն։ Ինչ վերաբերում է մեղադրանքներին խորհրդարան չեք անցնելու, դա շատ հետաքրքիր է լինելու իմ համար նայել հունիսի 8-ին այդ բոլոր մարդկանց, բայց որպեսզի այսպես փոյլ անենք այդ բանը կանխատեսում, շատ հետաքրքիր է ոնց է մի մարդը նախորդ օրը ասում, որ մենք Գյումրի 2 ենք անելու եւ երկրորդ նախագահին բերելու ենք իշխանության եւ հաջորդ օրը ասում է որ խորհրդարան չեն կանցնելու այդ երկու թեզը իրար հակասում է լավ կլինի կողմնորոշվեն այդ մարդիկ եւ մի թեզ ասեն ճիշտ այնպես է թե երկու թեզը իրար հակասում ինչպես հակասում է որ խաղաղության դարաշրջան է բայց այլևս մեզ վրա հարձակվելու է դրանպես լավ կլինի հետեւողական լինեն իրենց թեզերում մենք կենտրոնացած չենք խորհրդարանի շեմը հաղթահարելու այդ չի առաջադրանքը, որտեվ այդտեղ կարծում ենք, որ այդպիսի խնդիր չունենք, կենտրոնացած ենք հնարավորինս շատ աջակիցներին մոբիլիզացնելու, հնարավորինս շատ արդյունք ապահովելու համար, բոլորիս համար։ Մնացածները, եթե նախ ընտրում են դատողություններ անել մեր անցնել չանցնելու մասին, հունիսի 8-ին դրա պատասխանը կստանան, կարծում եմ այդքան բան չունի, տանջվելու կարիք չկա։ Տիկին Վարդանյան, հնարավոր համարում եք Գյումրի 2 սցենարը խորհրդարանական ընտրություններին եւ եթե դուք ավելի քիչ ձայն հավաքեք, ձեր խոսքից էլ հասկացա, խնդիր չի լինելու Ռոբերտ Քոչարյանի իր ձայները տա ավելի շատ ընդդիմադիր հավաքած ընդդիմադիր տեխնացուին։ Երկրորդ նախագահը դրա մասին ուղղ հայտարարել է, որ տրամաբանական է, որ ամեն ինչ պիտի շարժվի այն ուղղությամբ, որ հանրության ամենաշատ թվով աջակցություն ստացած քաղաքական գործիչը պիտի հավակնի դառնալ երկրի ղեկավար։ Դրա մասին շատ ուղղ ասվել է, դա տրամաբանությունը, դա է եղել տրամաբանությունը Գյումրիում, որտեղ մենք դաշինքով ի դեպ չենք մասնակցել, բայց Գյումրի 2, որպես ասում են, Գյումրիում ինչ է տեղի ունեցել։ Ընտրությունների արդյունքում հետընտրական համագործակցություն չի եղել, ընտրել են մի տեխնացուով ամենաշատ ձայներն է ստացել, վարչապետ, կոալիցիա չի եղել։ Այսինքն այստեղ հակաօրինական ինչ կա կամ սարսափելի ինչ կա, խորհրդարանական երկրում ուժերը պիտի իրար չհամագործակցեն։ Դա ժողովրդավարության հիմքն է, բայց ժողովրդավարության մասին է խոսում։ Մենք մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ լինի փոփոխություն։ Եվ դա մեր այսինքն հավատանքն է։ Մնացած ուժերը, այսինքն ես ուրիշ բան ասեմ մեր հանրությանը։ Եթե ԿՊ-ն այդքան ինքնավստահ է, որ 70% է հավաքելու, նախ ինքներդ ես հարցրեք, բա ինչու է մեզ այլևով սպառնում, դա 70% ունեցող աջակցություն ունեցող ուժի վարքագիծ չի, երկրորդ ինչու է մեզ սպառնում Գյումրի 2 սցենարով։ Ասենք եթե դու 70% ես հավաքում, քո համար մեկ պիտի լինեն 30%, ինչ ուզում անի։ Չի կարող ոչ մի բան անել։ Հիմա մենք ասում են մենք 70% ենք հավաքել, մենք ասում ենք Գյումրի 2 ենք անելու։ Այդտեղ էլ կողմնորոշվեք, որովհետև պատասխան դրան է, որ ԿՊ-ն էլ ինքը գիտի, որ խնդիր ունի, եւ շատ ուղիղ ու ավելի պարզ ասած, հենց հիմիկվա տվյալներով դիմադիր ուժերի ձայները ավելին են, քան ԿՊ-ին է։ Եվ սա ԿՊ-ն գիտի։ Դրա համար խնդիրը նախ այս ներդիմադիր դաշտը հնարավորինս պարակտել եւ երկրորդը ներկայացնել որ դավադրություն, որ ձեզ դուք ընտրելու եք մեկին, ուրիշը ձեր ղեկավարն է լինելու, ոչ սիրելի հանրություն։ Ում ընտրեք, նա էլ ձեզ ղեկավարելու է։ Ում ընտրեք։ Չեք ուզում համագործակցություն լինի, որ մեկին տվեք 50+ եւ չի լինի որևէ համագործակցություն, որովհետեւ կարիքը չի լինի։ Եթե չլինի 50+, ենթադրում եմ, որ համագործակցություն լինելու է։ Եթե որևէ ուժ այդ պայմաններում չի գնալու համագործակցություն, արդեն ինքը պիտի բացատրի ընտրել։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։